Իդեպ ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցում պնդել է, թե Հայաստանի կողմից մոտ 110 քառակուսի կիլոմետր Ադրբեջանին պատկանող տարածք է վերահսկվում։ Հատկանշական է, որ նախորդ հայտարարություններում ու հարցազրույցներում նույն պնդումն անելու համար Սիմոնյանը զգուշորեն օգտագործում էր «ենթադրենք» բառը, մինչդեռ այժմ մի քանի անգամ ընդգծում է, պաշտոնապես ասում է։ Հարց է առաջանում, ինչ փոխվեց այդ ենթադրենքից մինչև պաշտոնապես, ով հաստատեց այդ թվերը, որ քարտեզներով, որ չափման մեթոդաբանությամբ, թե պետական մակարդակում արդեն կարելի է թվեր հնչեցնել առանց հանրությանը դրանց ծագումնաբանությունը ներկայացնելու։ Հենց դա էլ պարզելու համար լրատվամիջոցներից մեկը հարցումով դիմել է Սիմոնյանին, ինչին ի պատասխան ԱԺ մամուլի ծառայությունը խորհուրդ է տվել դիմել Սահմանազատման հանձնաժողովին։ Ալեն Սիմոնյանը օրինակ նույն ջանասիրությամբ չի շեշտում, թե Ադրբեջանը որքան քառակուսի կիլոմետրեր է օկուպացրել Հայաստանից եւ ինչպես է օկուպացրել ամբողջ Արցախը։ Հետաքրքիր է, երկրի առաջին դեմքերի կողմից էլ ինչ պաշտոնական տեղեկություններ կարող են հայտնվել հանրային դաշտում առանց փաստական հիմքերի, քարտեզների կամ հանրային հաշվետվողականության։ Այդ դեպքում ով է քաղաքական պատասխանատվություն կրում հրապարակային հնչեցված պաշտոնական թվերի համար։